Ողջունում ենք բոլորիդ Տեր Հիսուսի պատվական անունով, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, հուսով ենք բոլորդ լավ եք։ Հոգևոր հաղորդակցության ժամն է։ Աստծո խոսքի մեջ այսպիսի բան կա, որ հունձքը շատ է, մշակները քիչ են։ Ինչ է պետք։ Պետք է որ աղաչենք հունձքի Տիրոջը, որպեսզի մշակներ հանի։ Այսօրվա մեր հյուրը այդ մշակներից մեկն է։ Վանաձորից մեր հյուրը Արտակ եղբայր Խաչատրյանը, Ավետանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվը, հովիվներից մեկը, բարի եկել եղբայր։ Ես էլ նույնպես շնորհակալ եմ Տիրոջից, որ այդ հնարավորությունը ընձեռնեց նորից երկրորդ անգամ գտնվելու օվկիանոսից այս կողմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ նորից հանդիպելու Վարդան եղբոր եւ այստեղ եղբայրների հետ եւ նույնպես ուրախ եմ մասնակցելու այս հաղորդաշարին եւ թող Աստված օրհնի մեր ընթացքը եւ այսօրվա այս հանդիպումը։ Փառք Տիրոջը։ 3 տարի անցավ Արտակ եղբայր, անցյալ անգամ տեսնվեցինք եւ այդ 1 ժամ միասին անցկացրեցինք հոգեոր հաղորդակցություն, ձեր վկայությունը անցյալ անգամ տվեցիք։ Այս 3 տարվա մեջ մեզ առանձնապես հետաքրում է թե հոգևոր դաշտում ինչ փոփոխություններ տեղի ունեցավ, ձեր գործունեությունը այս 3 տարվա մեջ ինչ ընթացք ունեցավ, խնդրեմ։ Ընդհանրապես, երբ որ մենք տեսնում ենք այս 3 տարվա մեջ եւ այս վերջի տարիների մեջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հոգևոր դաշտի մեջ, Աստված նորից իրեն ողորմած ձեռքը բազուկը մեկնել է մեր ժողովրդին, մեր ազգին եւ այստեղ գալուցս առաջ մայիս-հունիս ամիսներին նաև Ռուսաստանի դաշնության մեջ էինք, Մոսկվայի, Սանտ Պետերբուրգի, Կուրսկի, Լիպեցկի, Կրասնոդարի, Սոչի, Ուկրաինայի, Օդեսա քաղաքի մեջ եւ նկատվում է, որ Աստված իր հունձքը սկսել է հայ ժողովրդի մեջ եւ մենք տեսնում ենք նորանոր հոգիներ, փրկված հոգիներ եւ նույն օրհնությունը եւ աստվածային ողորմությունը այսօր նկատվում է նաեւ Հայաստանի մեջ եւ փառք Տիրոջը, որ ասենք մենք մեր ծառայության դաշտի մեջ որևէ խոչընդոտ չի նկատվում եւ Աստված օրհնելով այդ հնարավորությունն ընձեռնել է թե իշխանավորների, թե ժողովրդի կողմից եւ այսօր մենք կարողանում ենք ազատ ավետարանի լուրը տարածել եւ մարդիկ massայաբար լսում են այդ խոսքը թե գյուղերում, թե քաղաքներում եւ ավետարանի, ասենք, խոսքը մատուցանվում է։ Իսկ մարդկանց մեջ նկատվում է, որ մարդիկ նորից ուզում են հոգեվոր առաջընթաց ունենալ։ Դրա համար շատ ուրախ ենք, Տերը թող օրհնի այդ գործունեությունը։ Հավատում ենք վերջին ժամանակներն են Տիրոջ գալուստը շատ մոտ է, ուղղակի մարգարեական խոսքերը մեկը մյուսի հետևից արդեն ամբողջացել են, մնում է որ Տերը հայտնվի, ուստի մենք կուզենք, որ ամեն մի հայորդի վերստին ծնունդ ունենալով փրկությունը ժառանգի, կարծում եմ այսօր շատ ու շատ մշակների, գործիչների, հոգևոր գործիչների միակ մղումը դա է, որ մարդիկ ապաշխարեն, մարդիկ Տիրոջը դառնան։ Միայն քրիստոնյա կոչվելը շատ քիչ է եւ եթե միայն կոչվենք ու այդպես մնանք, մենք մեր հավիտենականությունը պիտի կորցնենք, բայց քրիստոնյա դառնալ, քրիստոնյա լինել ահա սա է գլխավորը, կարևորը։ Իհարկե, երբ որ ավետարանը մենք կարդում ենք, տեսնում ենք, որ ավետարանը մեզ սովորացնում է, որ Գործք առաքելոցի մեջ ասեց, որ առաջի անգամ Քրիստոսի աշակերտները Անտիոքում կոչվեցին քրիստոնյաներ։ Այսինքն այսօր ամենակարևորը մենք մարդիկ, հոգևոր մարդիկ պետք է մեծ ուղղվածություն մղեն մարդկանց, որպեսզի ճանաչեն այդ Քրիստոս կյանքին։ Որտեվ Քրիստոսը ոչ միայն դա ուսմունք է, ոչ միայն գաղափար է, նա ինքը կենթանի անձ է, կենթանի Աստված է, աչք ունի, տեսնում է, բերան ունի, խոսում է եւ ուզում է, որպեսզի յուրաքանչյուր ամեն մեկը իր հետ հաղորդակցվի։ Ապրում ենք մի դարում, որտեղ Սատանան այլևս մարդկանց չի խաբում ասելով Աստված չկա։ Ասում է Աստված կա, բայց առաջադրում է, ներկայացնում է տարբեր աստվածներ։ Մասնավորաբար հեթանոսական այդ չաստվածները, որ մենք 1700 տարի առաջ արդեն թաղել ենք ազգովի, վերջի ժամանակների մեջ կարծես Սատանան ուզում է նորից վերհանել եւ մարդկանց մեջ կարոտախտի, այսպես ասած, մեր ազգայինը ասելով, համարելով նորից նրանց մեջ ինչ-որ բան արտնասնի։ Եվ մյուս կողմից էլ տեսնում ենք աշխարհի նյութապաշտությունը, մարդկանց սիրտը նյութի հետ կապվելը
հաճախ շատ մեծ դժվարություն է առաջացնում ավետանի տարածմանը։ Ինչ եք կարծում։ Ընդհանրապես ձեր ասածը դառյալ իրականություն է, երբ որ մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ Հովանու առաջի թղթի առաջի գլխի մեջ մի քանի սքանչելի համարներ կա, որ այսօր այդ համարները, երբ որ մարդիկ չեն հասկանում, հասնում են այդ իրավիճակին։ Ընդհանրապես մարդը այնպիսի արարած է, որ ձգտում է իմա ուրախության, երջանկության, ձգտում է ինչ-որ մի բանի հասնի։ Առակած գրքի մեջ բոլորս էլ գիտենք, ովքեր կարդացել են գրված է, ասում են լեղին էլ սովածի համար քաղցր է, անուշ է։ Երբ որ մարդը այս օրերի մեջ իր հոգու մեջ սով կա եւ ուզում է որպեսզի այդ սովը ինչ-որ մի բանով հագեցնել, երբ որ այդ կենթանի հաղորդակցությունը չունի Աստծո հետ, ստիպված այդ անձնավորությունը դառնում է իր հին փսխածի։ Ավետարանն ասում, մեկը իր այդ կյանքի իմաստը փնտրում է ինչ-որ մի կուռքի մեջ, մեկը փնտրում է ոչ աստվածների մեջ, մեկը փնտրում է հարստության մեջ, մեկը ինչ-որ մի բանի։ Երբ որ հասնում են իրանց սրտի ուզածներին կամ կես ճանապարհին, հասկանում են, որ դա չի։ Եվ երբ որ Աստծո խոսքը մենք կարդում ենք, տեսնում ենք Հովանու առաջի թղթի մեջ առաքյալները, երբ որ ավետիս էին տալիս, ասում է մենք ավետիս ենք տալի ձեզ, եւ դրա առաջի համարներում ասում է այն կենաց բանը, որ հայտնվեց, կյանքի բանը, Քրիստոսը, ասում այդ ուրախությունը մենք ապրեցինք եւ ասում գրում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ այդ ուրախության հետ հաղորդակից լինեք։ Այսինքն, երբ որ մարդը միակ ուրախությունը կա Քրիստոսի մեջ։ Այո։ Միակ ուրախությունը, խաղաղությունը կա Քրիստոսի մեջ։ Երբ որ այդ մարդը այդ կյանքի հետ հաղորդակից չի, այդ ուրախությունը չունի։ Իսկ եթե ուրախություն չունի, ինքը գնում է տարբեր փնտրտուքների մեջ, ինչ որ մի բաներ փնտրի։ Եվ դա է պատճառը, որ այսօր թե երիտասարդությունը, թե ժողովուրդը, ընդհանրապես իմ սրտին մեծ ցավ էր, երբ որ ես Գլենդել քաղաքի մեջ շրջում եմ բավականին հայեր կա։ Եվ տարբեր եկեղեցիների մեջ լինելով ես այս падգամները, երբ որ տալիս եմ, ասում խնդրում եմ ձեզ, վկայեք մարդկանց, ասեք Քրիստոսի մասին, որտեվ սոված են մարդիկ, հոգու սովա, բայց այդ մարդիկ չունեն կերակուր։ Իսկ եթե չունեն, լեղին էլ թեկուս իրանց համար պետք է ինչ լինի, անուշ լինի։ Արտակ եղբայր, վստահաբար ասեմ, որ այս համայնքը անտեղյակ չէ Աստծո խոսքից, ամենակիչը մոտարապես, այսինքն 10 տարի է հայտնությունը եթերում է ամենօրյա հաղորդումներով, վերջին ժամանակներս էլ Աստված մի ուրիշ շնորհք արավ, որ Գլենդելի մեջ հոգևոր մի կայան բացվեց, որ օրական բազմաթիվ ժամ էր, 17 ժամ հոգևոր հաղորդումներ, հոգևոր ֆիլմեր, վկայություններ եւ այլն, այնպես որ այս համայնքը բոլորովին, ասենք, կտրված չէ, ընդհակառակը բավականին տեղյակ է Աստծո խոսքից։ Երբ որ Ֆրեզնում էի, ձեր հաղորդումը նույնպես նայում էին մարդիկ Սակրամենտոյում էլ Փարթ Տիրոջ է, Վարդան եղբայր ջան։ Իմ ասելը, ասենք, ոչ միայն վերաբերվում է հեռուստացույցով մարդկանց ելույթ ունենալուն, այլ եկեղեցիների մեջ տգամ բազմազան այստեղ եկեղեցիներ ու Փարթ Տիրոջ է։ Իմ խնդրանքը եւ ցանկությունը նա է, որպեսզի եկեղեցու յուրաքանչյուր անձնավորություն, յուրաքանչյուր քույր, եղբայր, փրկված մարդ կարողանա ինքը իր վկայությունը տալ եւ իր շրջապատի մեջ մարդկանց վկայել այդ կյանքի մասին, այդ Քրիստոսի մասին։ Շատ ճիշտ է եւ անհրաժեշտություն է։ Տեր Հիսուս ասաց՝ դուք եք աշխարհի լույսը։ Այո։ Դուք եք աշխարհի աղը։ Հիմա այդ լույսը մենք Քրիստոսի առանք։ Երբեք որևէ մեկը լույսը չի վառի եւ ասենք սեղանի տակ դնի, այլ մի բարձր տեղ կդնի, որպեսզի շրջակայքը լուսավորի։ Այդպես էլ երբ որ այդ լույսը առանք չենք կարող մեր մեջ պահել։ Պետք է որ անպայման այդ վկայությունը տանք։ Այո։ Եվ ինչպես Պետրոս առաքյալն է ասում է դուք ամենայն խոնարհությամբ եւ պատասխանատվությամբ վարվեցեք այդ բանի մեջ։ Այսինքն պատասխանատվություն կա մեր վրա դրված, որ մենք մարդկանց Քրիստոսի փրկության մասին խոսենք։ Ընդհանրապես, երբ որ մենք նայում ենք Կորինթոսիս եկեղեցու մեջ, Կորինթոսիս թղթի մեջ Պողոս առաքյալը շեշտում է իմ վրա հարկ է դրված, որպեսզի այս ավետարանը ես քարոզեմ։ Վայ է ինձ, եթե ես չքարոզեմ։ Իսկ վարձ, եթե ես հոժարության բանեմ։ Տեսեք լույսի մասին, երբ որ մենք խոսում ենք Վարդան ջան, հենց ավետարանի Աստվածաշնչի, հենց առաջի գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ Աստծո խոսքը ասում է, որ երկիրը անձև էր, պարապ ու դատարկ էր, եւ անդունդի վրա խավար կար։ Եվ ասում է, Աստված ասեց լույս լինի, եւ լույս եղավ։ Եվ այդ լույսը, երբ որ մենք տեսնում ենք
շաղակցած գալիս հասնում է նոր ուխտի մեջ, Հովանու ավետարանի հենց առաջի գլխի մեջ տալիս է, ասում է Հովանեսը եկավ եւ վկայում էր այն լույսի մասին, ինքը չէր լույսը, այլ վկայում էր լույսի մասին։ Եվ շարունակության մեջ տալիս է, ասում է այն լույսը, որ ամեն բան նրանով եղավ, Քրիստոսով եղավ, եւ ասում է աշխարհի մեջ եկավ, աշխարհը նրան չընդունեց։ Իրանները չճանաչեց, իրաններն եկավ, իրանները չընդունեցին, բայց ովքեր որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Եվ Հովանեսը իր թղթի մեջ, առաջի թղթի մեջ տալիս է, այսօր տեսեք ասում է լույսը, ով որ լույսի մեջ է, ով որ լույսի մեջ է, Հիսուս Քրիստոսի արյունը նրան ամեն մեղքից մաքրում է։ Ով է լույսի մեջ, ասում է, ով որ իրարու հետ հաղորդակցվում է։ Ով որ իրարու հետ հաղորդակցվում է, նա լույսի մեջ է։ Այսօր ընդհանրապես, երբ որ մարդը խավարի մեջ է, նա ոչինչ չի կարող տեսնել։ Մթության մեջ ինչքան էլ մարդը զգուշ լինի, ինչքան էլ քայլի, նա չի կարող տեսնել ցեխը, չի կարող տեսնել փոսը։ Այո, այստեղ ձեր երկրում, ձեր ասենք, որտեղ որ դուք բնակվում եք, Ամերիկայում այդքան փոս, ցեխ չկա, բայց որտեղ որ մենք եք ապրում ենք Վանաձորում, ասենք Սպիտակի գյուղերում, տարածքներում ծառայություն ենք անում եւ երեկոյան ու ժամերին, երբ որ գալիս ենք, հաճախ լինում, ասենք տուն ենք գալիս մութ ժամանակ անձրև ցեխոր եւ ինչքան ջանում ենք որպեսի չընկնենք ցեխի մեջ չկեղտոտվենք, բայց միևնույն է երբ որ տուն ենք հասնում առավոտը կինս նայում ասում է կոշիկները ցեխոտվել է շալվարը ցեխոտվել է չենք ուզեցել բայց քանի որ մութ է ստիպված ընկել ենք այդպես էլ հոգեվոր կյանքի մեջ նա որ այդ լույսի հետ Քրիստոս կյանքի հետ հաղորդակցություն չունի նա խավարի մեջ է իսկ եթե խավարի մեջ է նա չի տեսնում ինչա տեղ ունեն իր շրջապատի մեջ։ Եվ Աստծո խոսքը ասում է մարդիկ չեն ուզում լույսին գան, որովհետև իրենց գործերը չար են, ավելի հարմար է, ավելի լավ է, ավելի դուրեկան է խավարի մեջ մնալ։ Չէ՞ որ լույսին գալով պիտի հանդիմանվեն եւ պիտի իրենց մեղքերը խոստովանեն, բայց մեղքը այնքան հաճելի է մարդուն գալիս, որ ինքը մնում է այդ մեղքի մեջ։ Սակայն Աստված մեզ բացատրում է այդ ճշմարտությունները, որ մի օր դատաստան կա, մի օր ատյանը կանգնել կա, մի օր ապրած այդ կյանքի համար հաշիվ պիտի տաս, ինչպես պիտի կարողանաս Աստծո առջև կանգնել։ Տես Վարդան եղբայր ջան, երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ 21-րդ գլխի մեջ սքանչելի մի հատ համար կա, որ ես կուզեի կարդամ եւ մի 2 րոպե տղությամբ նայենք 21-րդ գլխի մեջ 34, 35, 36 համարներն այսպես է ասում. Զգուշ կացեք անձերներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա, որովհետեւ որոգայթի պես կասնի այն ամեքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք, ամեն ժամանակ աղոտ կարեք, որ արժանի լինեք ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինի եւ կանգնելու մարդու որդու առաջին։ Այսինքն, այստեղ Տեր Հիսուսը շեշտում է, որ մի հատ որոգայթ է գալու բովանդակ աշխարհի վրա։ Եվ այդ որոգայթից ոչ ոք չի խուսափելու, ոչ ոք չի ազատվելու։ Միայն նրանք պետք է ազատվեն, ովքեր որ արթուն են, աղոթքի մեջ են, ովքեր որ այդ կյանքի հետ հաղորդակից են։ Որովհետև եթե այդ խոսքը չպահեցին, ասում է շեշտում է, զգուշ կացեք։ Ապրուստի հոգսեր, արբեցողություն, աշխարհի ծանրություն, եւ եթե արթուն չեղան, շեշտում է, որ մի օր պետք է կանգնենք Աստծո որդու առաջին։ Բայց այսօր ցավոք սրտի շատ մարդիկ, շատ քրիստոնյաներ, շատ տարբեր մարդիկ չեն գիտակցում, որ անպայման մի օր պետք է իրենց արածի եւ ապրածի համար կենթանու Աստծո որդու առջև հաշիվ տան։ Եվ դա է պատճառը, որ խավարն ավելի են սիրում, իրանց հին արարքները, աղտերը, կեղտերը ավելի են սիրում, քան թե Տերը։ Եվ ուզում են Տիրոջը իրենց հետ հարմարացնել։ Ուզում են Աստծո խոսքը իրենց հետ հարմարացնել, բայց ցավոք սրտի այդպես չի կարող լինել։ Տեր Հիսուսը Հովանես ավետարանի 7-րդ գլխի 37-րդ համարի մեջ ասում է. «Վերջի տոնի օրը կանգնած էր եւ Տերը աղաղակում էր եւ ասում էր. ով որ ինձ կհավատա, ինչպես գիրքը կսե։ Ոչ թե ինչպես ես կցանկանամ, ինչպես ես կկամենամ, ինչպես ես կուզենամ, այլ այնպես ինչպես ավետարանն է ասում։ Իսկ ավետարանի Հովանու հայտնության մեջ վերջի գլխի 22-ի մեջ Տերն ասում է. ով որ այս խոսքերը կավելացնե կամ այս խոսքերից կպակասացնե, նրա բաժինը կյանքից պետք է ջնջվի։ Մի ինչ ուզի անի մարդը մի օր պետք է կանգնի եւ երանի նրան, ով որ այս խոսքերով կապրի, ով որ այս խոսքերը իրեն համար կյանք կդարձնի։ Շատ ճիշտ է, ճշմարտություն է Աստծո խոսքը։ Աստծո խոսքով մեզ բացահայտվում է այս կյանքի իմաստը։ Այո։ Մարդը որքան էլ խելացի լինի, որքան էլ զարգացած լինի, միևնույնն է,
իր բնորոշած եւ իր ապրած կյանքի ընթացքը եւ մտածած, որ այս է ճշմարիտ իմաստը, Աստվածաշնչից տարբեր է, բայց Աստված մեզ մի ուրիշ բան է բացահայտում։ Ճիշտ է, Դարվինը 2 դար առաջ մի ուսմունք բերեց մեջտեղ, էվոլյուցիայի ուսմունքը, բարեշրջման, եւ աշխարհը ընդունեց դա։ Եվ մինչև այսօր դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում էվոլյուցիայի ուսմունքն է դասավանդվում։ Եվ փոքրուց երեխան լսում է, որ մարդը առաջացել է կապիկից։ Կապիկից առաջացավ, էոնների ընթացքում զարգացավ, այսպես բանիմաց դարձավ, գիտուն դարձավ եւ ինչ է տեղ ունենալու, ի վերջո պիտի մեռնի եւ ոչնչանա։ Այ կուզեմ, որ մենք կյանքի իմաստի մասին խոսենք Սուրբ գրքի լույսի տակ։ Այո, Վարդան ջան, ես այդ երբ որ դպրոցում սովորում էի, Վանաձորի 7-րդ դպրոցում եմ սովորել, այնտեղ ծնվել, մեծացել եւ մենք մի հատ մասնագետ ունեինք, շատ լավ անձնավորություն էր կենսաբանությունից եւ երբ որ ես դասը անցնում էինք, ինքը մեզ ասեց, որ կենսաբանության գրքով ցույց էր տալի, որ մարդ առաջացել է կապկից։ Եվ ես այն ժամանակ թեև հոգեվոր չէի, ասենք, ճանաչում ասում, բայց իմ շրջապատի մեջ կային հոգեվոր մարդիկ, Աստծուն հավատացող մարդիկ, իրանց զավակներն ինձ հետ մեր հետ դպրոցում սովորում էին, իրանց հետ շփվում էի, բայց ես չէի խորացած դրա մեջ եւ ես ուսուցչուի հետ սպորվեցի։ Եվ այն աշճան, որ ասենք մինչև տնօրենի մոտ տարան այն ժամանակ դիրեկտոր էր կոչվում, եւ ինձ հարցնում է դու հավատացյալ ես, ասում չէ, ես հավատացյալ չեմ, բայց ես չեմ կարողանում իմ ուղեղի մեջ տեղավորել, որ եթե մարդը կապկից առաջացել, եթե ասում եք, որ աշխարհը միաբջիջ ջրմուրներից, գազերից եկավ միաբջիջ ջրմուրներից, սկսեց առաջանալ, աճել, եկավ հասավ մինչև քորդավորների տիպ, չգիտեմ, ընդյան կատնասուններից կապիկից մարդ, ասի համաձայն եմ, ինձ բերեք ցույց տվեք, եթե դա էվոլյուցիա է, հարատև շարունակվող ընթացք է, ինձ ցույց տվեք մի հատ կապկի եւ մարդի մեջտեղ գտնվող այդ ընթացքում գտնվող մեկը, եւ ես կասեմ, եթե հարատև ընթացք է, ես կասեմ, օքեյ, կապկից է, եւ ասեցի, բան չենք ասի մի հատ մեր կապկի նկարը կախեմ, մեր պապի նկարի կողքին, ասենք, սա մեր պապն է, սա մեր պապի պապն է։ Եվ ինձ դպրոցից ուզում էին դուրս անեն վերջը, վիճել, ծնող կանչել։ Ինչ եմ ուզում ասել։ Ցանկացած բանական նորմալ մտածող մարդ, երբ որ նստի եւ նայի, հասարակ էս երկինքը նայի, հասարակ էս երկիրը նայի, այս բոլորը տեսնի, այդ անձնավորությունը ինքը կհասկանա, որ այդտեղ առանց գործի, առանց որից է մեկի անհնար է այդպես լինի։ Եվ Գալիլեյն էլ չի ասեց, ինձ տվեք մի հատ հենակետ ու ես երկիրը կշրջեմ։ Նյուտոնն ասում է իր ընկերներից մեկը, երբ որ Նյուտոնը այս մեր երկիր մոլորակի, ասենք, եւ ընդհանուր արեգակնային համակարգը ինքը մոդելով պատրաստած դրել է, իր ընկերներից մեկին ասել Աստված կա, ասել է չէ, ինչ Աստված։ Եվ երբ որ նա մտել է իր աշխատանքային սենյակ, ասել է ինչ գեղեցկություն է, այս ով է ստեղծել։ Նյուտոնն ասել է ոչ մեկը չի ստեղծել։ Այս ֆիզիկոս ընկերն ասել է գժվել ես։ Այս ոնց կարա մեկը ստեղծած չի, ասել սա մեր արեգակնային համակարգն է։ Դե մի տեսով է ստեղծել։ Այսինքն մարդու ծագումը Աստվածաշունչը շեշտում է։ Աստված ասեց մեր նման, մեր պատկերով մարդ ստեղծենք։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր նման, իր պատկերով եւ իր էությամբ։ Բայց մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի Եդեմի պարտեզի մեջ մեր նախահայր Ադամը մերժեց այդ կյանքը, որ Քրիստոս է։ Գիտեք, ես համոզված եմ, այստեղ մի քիչ երկիրը Ամերիկայում բարելավված է, թեև այստեղ էլ ունի իր դժվարությունները, այդ հոգու տառապանքը, այդ հոգու ցավը ավելի անտանելի է, քան մեր հայրենիքում, Վանաձորում կամ Հայաստանում, ասենք, այդ նյութական մի քիչ դժվար ապրելը։ Եվ ցանկացած անձնավորության, եթե լիներ Ադամի փոխարեն եւ այսօր նույն իրավիճակը լիներ, ես համոզված եմ 1000 հատ չէ միլիոն հատ Եվա ասեր, գիտես Ադամ դու պետք է այս պտղից ուտես, Ադամը չեր ուտի։ Եվ մեր նախահայր Ադամը, երբ որ Եդեմի պարտեզի մեջ այդ կյանքի հետ հաղորդակցվելը, Քրիստոսին ունենալը մերժեց, այսօր հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Անշուշտ գիտես շատերը կան, որ այպանում են նախ Եվային, հետո Ադամին, բայց եկեք բոլորս էլ խոստովանենք։ Նրանց փոխարեն եթե լինենք մենք էլ անպայման այդ պտուղը պիտի ուտենք։ Այո։ Որովհետև նրանք անփորձ էին,
իսկ նրանց դեմ կանգնած էր մեկը խորամանկ հանճար, ինչպես Աստծո խոսքն է բնութագրում, գիտուն մեկը սատանան, որ կերպարանավորվեց օծի մեջ եւ եկավ ու կարողացավ խաբել մարդուն։ Ընդհանրապես ներող կլես Վարդան ջան, ես եւ այն ընդհանրապես չեմ մեղադրել։ Ես իմ տեսանկյունն եմ ասում, որովհետեւ Սուրբ գրքի մեջ մենք ոչ միտեղ չենք տեսնում, որ Աստված Եվայի հետ խոսեց։ Չկա այդպիսի բան։ Աստված խոսել էր Ադամի հետ։ Եվ Սուրբ գիրքը ասում է, որ Հով ատենը Աստված իջնում էր եւ Եդեմի պարտեզի մեջ Ադամի հետ էր շփվում։ Այո։ Աստված Ադամի հետ էր խոսել։ Ստեղ որ միանշանակ տղամարդիկ շատ հաճախ մեղադրում են, մանավանդ մեր կովկասյան ժողովուրդները, հայերս ասում են, կնիկն է մեղավոր, չէ, կինը մեղավոր չի։ Նա իր բաժինն ունի, բայց ամենառուցի բաժինը Ադամն ունի, մարդն ունի, որովհետև կինը չի Աստծո պատկերով ստեղծված։ Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված իր պատկերով Ադամին ստեղծեց։ Այսինքն տղամարդն Աստծո պատկերով ստեղծված, իսկ կինը Ադամի պատկերով է ստեղծված։ Եվ ինչ խոսք իհարկե, Ադամը եթե այս դժվարությունը տեսներ, նա էլ ասենք տեսներ այս նեղությունները չէր համաձայնվում, հենց հիմնականն էր, որ այդ փորձառությունը չուներ, այո։ Հետո Ադամը անznազոր գտնվեց։ Իր կնոջ հանդեպ ինքը անznազոր գտնվեց եւ ինքն էլ այդ իր բաժինը բերեց եւ այսօր մենք փաստի առջև ենք կանգնած մեղավոր մարդկություն, մեղավոր մարդկային բնություն, մեղավոր աշխարհ, սատանայի տիրապետության տակ եղող աշխարհ եւ ինչպես Կորինթացիս 4:4 համարի մեջ է գրված, այս աշխարհի Աստվածը փոքրատարով, այո, սատանան մարդկանց մտքերը կուրացրեց։ Ինչի համար? Որպեսզի Քրիստոսի ավետանի լույսը չծագի նրանց վրա։ Որպեսզի լույսը չծագի, որովհետև ինչ ասում, Գալիլեայի մեջ, խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ։ Այսօր մինչև այդ Քրիստոս լույսը մարդու միտքը չլուսավորի, մինչև նրա սիրտը չբացի, տես, երբ որ կարդում ենք Սուրբ գիրքը Գործ Առաքելոցի մեջ, երբ որ Պողոս առաքյալը քարոզում էր, ասում է, եւ Աստված բացեց ծիրանավաճառ Լիդիայի սիրտը, որպեսզի այդ խոսքերն ինչ անի, ընդունի։ Այսինքն, այսօր փառք Տիրոջը, որ թեև այդ մեր նախահայր Ադամը այդ սխալը գործեց, Եդեմից դուրս վրվեց, այդ կապը հաղորդակցություն Աստծո հետ կտրվեց, բայց փառք Տիրոջը մեզ համար, մեր սերունդի համար, որ մենք այդ շնորհի դարաշրջանի մեջ Հիսուս Քրիստոս Աստվածը մարդանալով մեզ համար, մարդի որդու լինելով հանդերձ մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի նորից այն ինչի համար, որ մենք ինչից որ Եդեմի պարտեզից զրկվեցինք, նորից ունենանք։ Այսօր շատերի համար, օրինակ, ասում են, որ Քրիստոսը իմ փրկիչն է, ինձ մեղքից ազատել է, ես ընդունում եմ դա, բայց ավելի խորը մեծ բան արե Քրիստոս։ Քրիստոսը եկել առաջի հերթին, որպեսզի իմ եւ Աստծո հետ այդ Եդեմի պարտեզի մեջ եղած կապը, որ կտրվել էր, նորից վերահաստատի։ Ոչ միայն մեղքից մեզ ազատեց Քրիստոսը, ոչ միայն մեզ բժշկեց, ոչ միայն ժամանակավոր վտանգներից մեզ ազատեց, այլ Քրիստոսը ամբողջովին, այն ինչ որ մեր նախահայր Ադամը Եդեմի պարտեզի մեջ կորցրել էր, այսօր նորից օգնեց, որ իր խաչի շնորհիվ ամեն ով որ իրան հավատա, նորից այդ Աստված մարդ հարաբերությունը հաստատվի, նորից այդ Հով ատեն Աստված իջնի եւ մարդի հետ հաղորդակցվի։ Պաստորեն մեղքի պատճառով պատնեշ առաջացավ։ Այո։ Եվ Քրիստոս իր մարմնով այդ պատնեշը, այդ պատը քանդեց ինքը։ Եվ ինչ եղավ, երբ որ ինքը խաչի վրա իր հոգին ավանդեց, այդ պահին տաճարի մեջ չի եղող վարակույրը վերևից ներքև պատրվեց։ Այսինքն երկնային սրբարան բացվեց։ Քրիստոս եղավ այն անձը, որ երկիրը երկնքին կապեց։ Այո։ Եվ մենք այսօր հավատքով Հիսուսի արյան արժանիքով եւ իր անվան միջոցով կարող ենք երկնային սրբարանը մեր աղոթներով մտնել։ Ամեն։ Այո։ Մի բան, որ անկարելություն էր Քրիստոսից առաջ այդ բանը անելու։ Այո։ Տես, ասենք, այսօր կան մարդիկ, որոնք որ նաև ուղղություններ, որոնք որ շեշտը դնում են գործերի վրա։ Բայց առաջնահերթը մեր փրկությունը դա Քրիստոսի արյան շնորհիվ է։ Ամեն։ Եվ Հովանու թղթի մեջ ասում է, որ Քրիստոսը եկավ, որպեսզի սատանայի գործը քանդի, եւ նա քանդեց։ Ինչ խոսք, ես չեմ ասում, որ քրիստոնյան չպետք է լինի պարկեշտ, քրիստոնյան չպետք է լինի Աստծո խոսքը պահող, բայց եթե քրիստոնյան ինչ որ գործերով ուզում է, որպեսզի իրեն արդարացնել, ինչ որ արարքներով ուզում է իրեն Աստծո առջև արժանինքներ ձեռք բերել, դա կեղծ լաթի նման է։
Այո, որտեղ մեր արժանիքը միայն ու միայն Աստծո որդի, Աստվածների Աստված Հիսուս Քրիստոսի արյունն է, որի արյան շնորհիվ մենք կարող ենք հոր առջև, Աստծո առջև կանգնել։ Եվ երբ որ մենք ընդունվում ենք Աստծո մոտ, իհարկե, մենք արդեն որպես Աստծո որդիներ պետք է ջանանք, որպեսզի այս երկրի վրա մեր լույսը տեսնեն։ Մեր պարկեշտ կյանքը, մեր հոգևոր ընթացքը, մեր աստվածպաշտությունը, մեր սուրբ կյանք ապրելը մարդիկ տեսնեն ու փառավորեն մեր հորը, որ երկնքումն է։ Տեսեք Վարդան ջան, եթե ես էլ եմ քրիստոնյա, ասենք, ու ոչ մի բանով չեմ տարբերվում իմ դիմացինի մարդկանցից, ինչ քրիստոնյա։ Մի անգամ մեկը ինձ ասեց, եղբայր ջան, որից է մեկի մասին էր խոսում, մի ազնվորության, ասեց, իմ ու նրա մեջ տարբերություն չկա։ Ասացի ոնց տարբերություն չկա, ես իրան հրավիրում էի պաշտպանմունքի, ասի, արի, ասավ ախպեր ջան, ասավ, տես ասավ, ես անապաշխար մարդ եմ քո ասած, Արտակ ջան, ես էլ առավոտը վեր եմ կենում ասեմ Աստված ջան, ինձ առողջություն տու, ավտո տու, փող տու, էս տու, ես ասում եմ, ասավ այդ մարդն ասավ, այդ մարդն էլ վերա կենեն, գալիս է ձեր եկեղեցին, ծնգյա իշնում էլի ասում Աստված ջան ինչ փող տուր, Աստված ջան առողջություն տուր, բիզնես տուր, էս տուր, ասավ ինչ տարբերություն, նա ձեր եկեղեցում է գալիս, ծնկի իշնեմ, ես էլ ասավ իմ տանն եմ ասում, իմ ու իրար մեջ ինչ տարբերություն։ Եվ ես հասկացա, որ այդ մարդը ճիշտ է ասում։ Իրականության մեջ Տեր Հիսուսը շեշտեց, ասեց ամենից առաջ խնդրեք երկնքի արքայությունը ու նրա արդարությունը, մնացած ամեն բան կտրվի։ Եվ այսօր այդ ծաղկման ավետարանի վարդապետությունը, որ դիվական մտել է մարդկության մեջ, շատ քրիստոնյաներ աղավաղել են։ Դրա համար պետք է, այո։ Եվ ինչ է, սուտ մարգարեներ, իբրև թե իրենք մարգարյանում են, եւ իբրև թե Աստված իրենց ասավ, որ կարճ ժամանակ հետո դուք հարստություն պիտի ձեռք բերեք։ Այո, դա մոլորություն է։ Կարճ ժամանակ հետո դուք բարձր պաշտոններ պիտի գրավեք։ Տեր Հիսուս իր մասին ասաց, որ որդին մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Եվ առաքյալների կյանքն եք մեկ տեսնում, նվիրական կյանքը, բայց այս կյանքի դժվարություններով լեցուն։ Եվ Տեր Հիսուս ինքը նշեց, այս կյանքի մեջ շատ նեղություններ պիտի ունենաք։ Ավետանը մեզ բարգավաճում չի առաջնորդում։ Ավետանը մեզ փրկության է առաջնորդում։ Բայց պայծառ մի ապագա է սպասում, որ ամենայն բարիքներով լեցուն, եւ դա ոչ թե այս երկրավոր կյանքի համար, այլ հավիտենականության համար։ Տես, եթե մարդը, Վարդան ջան, մենք սկզբից ասեցինք, այդ կյանքի հետ չի աղորդակցվել, եւ իր ուրախությունը Քրիստոս չի։ Այդ մարդը եթե չի հանդիպել այդ կյանքին, նրա ուրախությունը փողն է, հարստությունն է, գործն է, բայց եթե Քրիստոսի հետ հանդիպել է, այդ մարդի ուրախությունը Քրիստոսն է։ Տես, օրինակ մեր Սպիտակի շրջանում, որտեղ որ ես ծառայություն եմ անում, Վանաձոր քաղաքում նույնպես, Գյումրի քաղաքում, դեռ 20 տարի է մարդիկ կան, որ ընդամենը 6 մետր երկարությամբ, 3 մետր լայնության երկաթե այդ ժեշտի տնակների մեջ երկաշարից հետո այդ մարդիկ 5 հոգի, 6 հոգի, մեծ ընտանիքներ ապրում են, որ ոտ դնելու տեղ չկա, ձմեռը ջուրնասառում այդ ընտանիք այդ տեղը, ասենք այդ տան մեջ ամառն է շոքի կրակը, որ ժեշտին խփի ինչ կլ այդ մարդը, ապրում է 20 տարի։ Պատկերացրեք այդ մարդի համար բերեն իր դրան առաջին մի հատ նորմալ շենք սարքեն, բնակարան սարքեն, բոլոր իր հարմարություններով, եւ այդ մարդին ասեն, գիտես բարեկամ, այս բալանիները, այս տան բոլոր, ասենք, եղած փաստաթղթերը քոնն է, վերցրու քո ձեռքը, բայց քո առջև մի պայման ենք դնելու, որ դու պետքա 3 տարի կամ մի տարի կամ 5 տարի քո հարևանները ինչ որ քո գլխին բերեն, դու պետքա լուր մնաս։ Ինչ ես կարծում, այդ մարդը կհամբերի 3 տարի թե չէ։ Բայց կանի, 20 տարի այդ մարդը տառապել է, կասի այն մարդ էս 3 տարին մի քիչ համբերեմ, այս բնակարանը հասնեմ, նոր երբ որ հասնեմ իմ ուզածը կանեմ։ Այդ ձևեր շատ-շատերը ասում են, դե բա Աստված սենց, Աստված սենց, մենք քրիստոնյաներս, ովքեր այդ կյանքի հետ հաղորդակցվել ենք, մենք հիմար չենք։ Պողոս առաքյալը ասում է, եթե մեռելների հարություն չկա, ուրեմն մենք ամենախաբված մարդիկ ենք։ Եթե մենք չենք խառնում աշխարհի կեղտերի հետ, եթե մենք չենք ձգտում այդ փառահեղ կյանքին, մենք աշխարհի հետ խնամություն չենք անում, մենք Բաղամի տված օրինակով չենք գնում, ոնց որ Բաղամը Բաղակին տվեց, ասեց խնամություն առ աշխարհի հետ։ Թող մարդիկ մեզ ասեն տգետ, թող մարդիկ մեզ ասեն կրոնավոր, թող մարդիկ ասեն մոլորված, բայց մենք ունենք ապագա հույս, որ եթե այս երկրային կյանքի մեջ ինչ որ բաներից մեզ զրկվենք, որտեղ մենք գիտենք ինչ ունենք գալիքի մեջ։ Մենք ունենք հավիտենական երկնայինը եւ իմ ընկերներից մեկին մենք մի հատ հովիվ ունենք, մեր հովներից մեկը Վանաձորը մի մոտիկ ընկերն է, Ավետիսը, իրար հետ շատ ենք ծառայություններ ալ այսօր էլ ծառայում ենք Արմենի հետ, Արամի հետ եղբայրներով,
Մի անգամ իր ընկերներից մեկը ասեց այավո ջան ասավ, մեղ չեք դուք ասավ։ Այսքան ասավ անում եք ասավ, տես ես ինչեր ունեմ, ինչ գործեր ունեմ, ինչքան հարստություն ունեմ, դու ինչ ունես։ Էսավոն ասավ, գիտես ինչ, ախպեր, քեզ մի բան ասեմ ասավ, այն ինչ որ ես ունեմ դու չունես։ Այս մարդը զարմացավ, նայեց ինչ ունի, սովորական մարդ է Էսավոն ինչ ունի, բայց ինքը մեծ բաներ ունի։ Ասավ, հավո ասավ, դու ինչ ունես քրի տակ ինձի ծաղալով։ Ասավ, ես մի հատ հնես տուն ունեմ, հնեստեղ որ դու չունես։ Սա մտածեց երևի ասենք Ամերիկա կամ Իսպանիա կամ Ֆրանսիա, մենը գցեց բռնես տեսավ որ չկա, մեկ ասա որտեղ է քո տունը։ Ասավ իմ տունը հնեստեղ է, որ այդ քաղաքի փողոցները ոսկի է։ Դե պատկերացրա իմ տունը ինչ կլի։ Այս մարդը շփոթվեց ու մնաց։ Աշխարհի համար դրանք հեքիաթային են։ Այո, այ երբ որ այդ հավատք ունես, որ քեզ համար փայլուն ապագա է պահված Քրիստոսով, այս կյանքում դու որոշ բաներից զրկվում ես, որպեսզի հասնես այն հավիտենականին, որ Տերը պատրաստել է։ Անշուշտ Աստված երբեք մեր բերանները փակել չտվեց, որպեսզի չօգտվենք ուտելու կամ հագնելու եւ այլ, բայց Աստված ասում է, քո ազատությունների չափը թող լինի, որպեսզի քո մարմնի ցանկությունների համեմատ չգնաս, այսինքն մեղանչական կյանքին կրնակ դարձրու։ Ոչ թե որ նորմալ մարդկային կյանքով մի ապրի, այլ որ այնինչ որ մեղսալից է, այնինչ որ մեղքի հետ է առնչվում, դրան կրնակ դարձրու։ Բայց Փիլիպեցիս գրքի մեջ, 3-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը շատ սքանչելի է ներկայացնում Վարդան եղբայր։ Ասում է ինչը որ ինձ օգուտ էր, ես աղբ եմ համարում։ Թեև ոչ մի բան էլ աղբ չէր։ Այո։ Ասում է ինչը որ ինձ շահը ես վնաս եմ համարում, թեև հացուտելը կամ ինչ-որ բանալ այդ մարդին օգուտ էր, ոչ թե շահ էր։ Ինչի համար։ Ասում է որպիսի մեռելների հարության զորությանը հասնեն։ Այսինքն ինքը գիտեր, որ պետքա Քրիստոսի մարմնի չարչարանքները կրեր։ Քրիստոսի մահվանը կերպարնակից լիներ, ինչա Պողոս առաքյալը չէր կարող նորմալ ապրել։ Պողոս առաքյալը չէր կարող ծաղկման ավետարանով ապրել։ Եվ ինքը ապրում էր, եւ ինքը փարիսեցի էր, եւ ոչ միայն կներեք, ոչ միայն փարիսեցի, թագավորն է իրան անձամբ ճանաչում։ Այո, եւ ասում է իմ հասակակիցներից շատ առաջադեմ է վերեության մեջ, եւ ինքը որպես օրենքը լավ իմացող մեկը հարգված անձնավորություն է, այսինքն հարգանք եւ պատիվ ուներ մարդկանց մեջ, բայց ասում այդ ամենը աղտեղություն երկրորդական եմ սեփում իմ կյանքից մեջ Քրիստոսի գերազանց գիտության հասնելու համար։ Այդ մարդը խելացի եւ ինքը գիտեր ինչ վախճան է սպասում, ասում է որ գնալ եւ Քրիստոսի հետ լինել ավելի աղեկ է, այսինքն մեկ վայրկյան շուտ այս կյանքից հեռանամ, եթե մարդկանց նման ձևով ներկայացնես որ ուզում եմ հիմա այս կյանքից հեռանամ եւ գնամ Քրիստոսի հետ լինեմ, պիտի ասեն անմիտ է։ Թե ասենից մարդը անմիտ է։ Բայց նա գիտեր, այն պահին երբ որ իր մարմնից ինքը դուրս գար, Տիրոջ ներկայության մեջ պիտի լիներ։ Այո։ Սա կարող է միայն ասել են մարդը, պես Պողոսն ինչ ասեց, նրա մահվանը կերպարնակից է։ Նրա մարմնի չարչարանքներին մասնակից են։ Մարմինը իհարկե ինքի նկատի ունի եկեղեցին, որովհետև այդ ժամանակ արդեն Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես արդեն երկրի վրա չէր ապրում, նա արդեն մահացել հարություն էր արել եւ հոր աչեմ նստած էր որպես բարեխոս, ինքը խոսում էր եկեղեցու, այդ Քրիստոսի եկեղեցու չարչարանքների մասին։ Ինքը խոսում էր Քրիստոսի մահվանը կերպարնակից լինել, այսինքն ապրել այն կյանքը, որ Քրիստոս ապրեց երկրի վրա։ Ամբից կյանք, անարատ կյանք, մաքուր կյանք։ Տես, ինչ ասում Տեր Հիսուսը, ասում է վերջի ժամանակ շատերը կգան իմ անունով կասեն Տեր, քո անունով էս են կարել, կերանք, խմեցինք, հրաշքներ արեցինք, դևեր արեցինք, բայց Տերը պետք է ասի մեկ դի գնացեք, բոլոր անօրինություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ ցավոք սրտի այսօր շատ հովիվներ, շատ ավետարանիչներ, ես չէ որ պետք է դատեմ, բայց շատերը ավետանից շեղվում են եւ մարդկանց տանում են փափուկ կյանքի։ Այդ ճշմարիտ Քրիստոս տալու փոխարեն մարդկանց տանում են ծաղկում, բարգավաճում, որը որ դեմ ավետարանին, որը որ հակառակ է, տես, ինչի Տեր Հիսուսին եկան ձերբակալելու։ Բայց ինչի Հուդան եկավ նրան մատնեց։ Ինչի չէին կարող բռնեին, կարող էին, բայց Հուդան երբ որ համբուրեց, ինչի համար էր։ Այսինքն Տերը չէր տարբերվում իր աշակերտներից։ Թեև ինքը Աստված էր, թեև ինքը մարդ Աստված էր, որ կարող էր ամեն ինչ տարբերվել, բայց աշակերտներից ոչինչով չէր տարբերվում։ Իր ապրածով, իր արածով, իր գործածով։ Եվ երբ որ բարգավաճման ավետարան քարոզվում է ու մարդիկ իրենց նպատակը դա է որ հավատանք, որպեսզի ստանանք։ Աստված պահեստապետ չի։ Որ ինչ որ խնդրես ուզածդ անմիջապես տա։ Կամ ձմեռպավ։ Եվ երբ որ չեն ստանում, հիասթափվում են,
գայթակղվում են ու ընդհանրապես հավատքը թողում են։ Այո։ Քրիստոնեության գլխավոր առանցքը Քրիստոսի անձն է։ Պետք է որ մեկը Քրիստոսի անձը ճանաչի։ Երբ որ սկսենք Քրիստոսի անձը ճանաչել, ահա այն ժամանակ է, որ նրա մեջ պահված գանձերից պիտի կարողանանք օգտվենք։ Այո։ Իմաստության ու գիտության բոլոր գանձերը Քրիստոսի մեջ են պահված։ Այո, Վարդան ջան։ Տես, ասենք, վերջի ժամանակների ամենասարսափելի իրադրությունը այնպիսին է, որ 19-րդ դարի, ասենք, սկզբներից 20-րդ դարի կեսերից էսկում ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ միած սոսկալի խայտարակություն, որ ավելի շատ մարդիկ վախեցան ճշմարտություն խոսելուց, Քրիստոս ճշմարիտ ավետարան, այդ անխարդախ բանական կաթը տալուց վախեցան եւ մեղքից սկիչեցին խոսալ, մեղքից չուզեցին խոսել։ Եվ այսօր շատ շատերը, տեսեք, մեղք այնպիսի իշխանություն ունի, որ նա եթե մտավ մարդի կյանք, այդ մարդի կյանքը քանդելու է։ Եթե նա մտավ մարդի ընտանիք, այդ ընտանիքն է քանդելու։ Եթե նա մտավ եկեղեցին է քանդելու։ Եվ այսօր մեղքը մտնելով մարդու կյանքի մեջ, եկեղեցու մեջ, ի՞նչն է պատճառը, որ մի կողմից գալիս են եկեղեցիները, մյուս կողմից գնում են։ Որտեւ այդ մարդիկ, ոնց որ դու ասեցիր, այդ կյանքի հետ, այդ Քրիստոս անձին չեն հանդիպում։ Գալիս են հոգնում այդ մարդը, մի ամիս կգա, մի տարի կգա, կուրախանա, կպարի, ծափ կտա, կթրջի, կայցելվի, բայց կանց կենա մի ամիս, մի տարի, 2 տարի կհոգնի այդ մարդը։ Այո։ Եթե մի բանի մեջ չկա, ասենք, նորոգություն, այդ կյանքի հետ հաղորդակցություն չկա, վերջապես այդ մարդը մի օր պիտի հոգնի թե չէ։ Ինչքան ուզի այդ հովիվը համոզի, ասի, ծափ տար, թռի, ուրախացի, պարի, լաց եղի, չգիտեմ ինչ արա, այս արա կամ այս միանի։ Եթե այդ կյանքի հետ հաղորդակից չէ, այդ մարդը մի օր հոգնելու է։ Եվ թողնելու է եկեղեցին։ Այո։ Եվ նրան էլ տեղ չի լելու գտնվելու նորից դառնալու։ Այ երբ որ մաքարոզիչներ դառնան նորից խաչին, հանդիպեն այդ Քրիստոսին եւ այդ կյանքը սկսեն մարդկանց տալը, այդ կյանքը մտնելով մարդու մեջ պետքա կյանք տա։ Խաչ եւ Քրիստոսի արյուն, մեղքերի թողություն։ Աստծո խոսքը ասում է, որ ինչին որ գերի լինես, նա քու վրա իշխանություն ունենա։ Եթե մեղքին գերի ես, նա քու վրա իշխանություն ունեցավ։ Եվ եթե հոգիով դեմ չդնես մեղքին, այդ մեղքը քո վրա պիտի իշխի եւ մեղքից մեղք ավելի վիճակը ծանր պիտի լինի։ Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթի մեջ շատ գեղեցիկ ձևով նկարագրում է իր ներսում տեղի ունեցող process-ները։ Հին եւ նոր մարդու պատերազմը, ինչպես ասում է, որ մտքով Աստծո օրենքին հավանում եմ, բայց բային իգործ դնել չեմ կարող։ Չարը որ չեմ ուզում այն եմ անում, ով պիտի ինձ ազատե Տեր Աստված եւ ասում է գոհություն Աստծո, որ ինձ հաղթող կանի այս բանի մեջ։ Ուրեմն ինչ է հոգեվոր կյանքը պայքար է։ Հոգեվոր կյանքը պատերազմ է։ Այո, այն հավատացյալը, որ այդ պատերազմը չունի, ուրեմն իր հոգեվոր կյանքը չկա կամ շատ ծանծաղ վիճակի մեջ է։ Որքան որ մենք առաջանանք հոգեվոր կյանքի մեջ, այնքան սատանայի հարձակումները պիտի ավելանան, այնքան մեր մեղավոր բնությունը ավելի լավ պիտի շոշափենք, մենք մեզ ավելի լավ պիտի սկսենք ճանաչել եւ այն ժամանակ է, որ պետք է անխնա պայքար մեղքի դեմ։ Այո, տեսեք Պողոս առաքյալը շեշտեց, ասում է, ձեր պատերազմը արյան ու մարմնի հետ չի, այլս օդի իշխանի հետ է։ Տես, ասենք, թշնամին ումից է շատ վախում։ Վերցնենք մարմնավոր մի հատ օրինակ։ Այսօր Հայաստանում շատ զինվորներ կան, հայկական, ասենք, զորամասեր կա Հայաստանի մեջ, չի ասենք։ Այն թշնամին, ասենք, օրինակ մեր հարևան ադրբեջանցին Վանաձորի կամ Գյումրիի կամ Երևանի մոտակայքում գտնվող այդ հարյուրավոր զինվորներից ոչ մեկից նա չի վախում։ Որտեվ այդ հարյուրավոր զինվորները իրան ոչինչ չեն կարող անել։ Բայց այն սահմանի վրա, ով որ իր այդ կանգնած ապոստի, ով որ այդ սահմանը պահում է, մի հատ լավ զինվորից նա վախում է։ Ընդհանուր պատերազմի ժամանակ մի զինվորի համար բավականին գլխագումարներ էին խոստանում, որպեսզի այս անհատին վերացնեին, այս անհատին սպանեին, այս անհատի գլուխը ով բերեր բավականին գումարներ կտրվեր։ Ինչի, որտեվ այդ մի անհատը իրան ավելի մեծ վնաս է պատճառել, քան թե այն մի քանի հարյուրը, որ ասենք պատերազմի դաշտի մեջ չեն։ Այդպես էլ հոգևոր կյանքի մեջ այն քրիստոնյան, որը որ նեղություններ չունի, այն քրիստոնյան, որը որ փափուկ, հանգիստ, խաղաղ կյանք ապրում, այդտեղ Քրիստոս չկա։ Ես միանշանակ կարող եմ ասել, որովհետև թշնամուն ձեռք է տալի, մարդը հավատա, մարդը իր համար աղոթի, մարդը Աստծուն պաշտի, բայց թշնամու ոչ մի բանի չկպնի։ Իսկ նա որ հակառակվում է սատանային, ով որ պատերազմի մեջ է մտնում, թշնամին նրա դեմ ինչ անեն, պատերազմ անեն։ Եվ մեր պատերազմը ամեն օր պետք է լինի։ Անշուշտ այդ հարձակումները երբեք քրիստոնյան չպիտի ընկճեն։
Տեր Հիսուս թեև ասաց, որ այս աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, պիտի գան այդ նեղություններ, այդ դժվարությունները, հարձակումները, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Այսինքն պատերազմի մեջ մենք միայնակ չենք։ Քրիստոսը մեր առջևից գնացողը, ինքն է պատերազմողը։ Եվ երբ որ մենք տրվենք իրեն, այդ պատերազմի մեջ հաղթությունը պիտի տանենք։ Այո, տես Ռոմեացիս թղթի մեջ տալիս է, ասում է փորձառության ժամանակ մենք երբ որ գալիս ասենք փորձությունները մենք համբերություն ենք ձեռք բերում։ Սովորում ենք համբերություն, համբերության ժամանակ մենք հույս ենք ունենում։ Մենք փորձառություն ենք ձեռք բերում եւ հույս ենք ունենում, իսկ հույսը մեզ ամոթով չի թողնում։ Տես, եթե որից է մի անգամ իմ գլուխը չի ցավացել։ Ինչքան ուզի դու ասես գլուխս ցավում է, եղբայր ջան, ինձ օգնի։ Իմ գլուխը չի ցավացել, ես ոնց կարող եմ քեզ օգնել։ Բայց եթե այդ ցավը ես ունեցել եմ, երբ որ դիմացինը արդեն այդ ցավը ներկայացնում, այս այդ ցավը քաշել եմ, արդեն կարողանում եմ դիմացինին ինչ անել, հասկանալ, գիտենալ։ Եվ շատ հաճախ ասում են, ինչի բա մենք հավատացյալ ենք, այսքան տարվա քրիստոնյա ենք, Տիրոջը պաշտում ենք, այս բանն չի մեր կյանքի մեջ տեղի ունեցավ։ Ես միանշանակ ասում եմ իմ հասկացողությամբ, որ եթե ինձ չլի, քեզ չլի քրիստոնյա, բա ում պետք է լինի։ Գիտես, մի շատ հայտնի քարոզիչ կա Միացյալ Նահանգներում Գրեգ Լորի անունով։ Այս անձնավորությունը շատ համարձակ եւ շատ ողջամիտ ավետանը քարոզում է եւ վերջերս մի դժբախտ պատահար տեղ ունեցավ։ Իր որդին մեքենայով պատահար ունեցավ, ավտովթար եւ մահացավ որդին։ Եվ իր վկայությունը դրանից հետո ուղղակի ցնցիչ էր։ Այն որ ասում է ես հարյուրավորների մխիթարել եմ իրենց այդ վիճակների մեջ, հիմա ես անձնապես ինքս այդ տառապանքը եւ ցավը իմ կյանքից մեջ ունեցա։ Իհարկե։ Ուրեմն որևէ ձևով մենք այսինքն գարանտիա չունենք, որ մեր կյանքերի մեջ դժվարություններ ու նեղություններ չպիտի գան։ Պիտի լինեն այդ ամենը, բայց այս բաները բոլորն էլ անցողիկ են։ Կարևորը որ մենք Քրիստոսին ամուր բռնենք։ Այո։ Եվ Տերը ինքը ամուր բռնած է, ինքը մի սպասում է։ Եվ չի ուզում Աստված, որ մենք լինենք հավատացյալներ գաղջ վիճակով, հավատացյալներ հաստատված, թե ողջամիտ վարդապետությամբ, թե նաև հավատքի կյանքով։ Իհարկե, վերջի օրը պետք է բոլորի գործ անցնի։ Եվ ինչ է ասում Տերը, ասում է շատերի շինությունը, որ կառուցել էին փայտ էր, եղեգ էր, այրվեց, բայց ումը որ ոսկի էր, արծաթ էր, կրակի միջով անցնելով նա ավելի փայլեց։ Այսինքն Տիրոջ նպատակը մեկն է, որպեսզի այս երկրային կյանքի մեջ մեզ ազատի մեզանից, որպեսզի մարդ արարածը ազատվի իր հին էությունից, իր հին այն օժիտից կարելի ասել, այն հին էությունից, որ Եդեմի պարտեզի մեջ սատանայից ստացավ, դրանից ամբողջովին ազատագրվի։ Որտեվ Տեր Հիսուսը մեր օրինակն է, Պետրոս առաքյալը գրում է, նա մեր օրինակն է եւ նա մեզ հետք թողեց, որպեսզի մենք իր հետքերով քայլենք, իր շավիղներով քայլենք։ Մի հատ պատմություն էր պատմվում այսպիսի, մի հատ անձնավորություն ա լինեմ, մարդ շատ խմողալ է մեզ մարդը։ Եվ ձմեռ ժամանակ այս մարդը քայլում է, խմած ժամանակ քայլում է եւ տեսնում իր որդին էլա քայլում իր հետևից, մեկ էլ նորից որդուն տեղ է ուղարկեն, որ գնա ինչ-որ մի բան բերի, որդին հետ է գնում, հետ գալուց մեկ էլ պատուանով տեսնում է, որ իր որդին ծորմուր է քայլում։ Օրորվելով քայլում է։ Երբ որ որդին տուն է գալի, ասում է զավակս, այդ ինչ էր այդ ձևի օրորվելով քայլում։ Ասում է հայրիկ, ես չեմ օրորվել, թե բա ինչ է իրարել։ Ասում է ես քու գնացած տեղերով եմ գնացել։ Եվ հայրը հասկանում է, որ ինքը, երբ որ խմած է եղել, օրորվելով քայլել է, իր որդին էլ իր հետքերով է գնում։ Փառք Տիրոջը, մեր Հերը, երկնավոր Հայրը, Հիսուս Քրիստոսը մեզ համար օրինակ է եւ ինքը մեզ ճանապարհ է տվել, հետ կա թողել, որ ցանկացած մեկս պետք է այդ հետքով քայլենք։ Անկախ նրանից ով եմ ես, ով ես դու, եթե այս ավետարանի հետքով չքայլեցինք, մենք չենք հասնելու երկնային հանգիստը, որ Տերը պատրաստել է մեզ համար։ Եվ այդ հանգստին հասնելու, այդ ճանապարհը գնալու մեջ անընդհատ պետք է լինեն փորձություններ, նեղություններ, պատերազմներ, բայց Տերն ասում է, ոնց որ շեշտեցիք Վարդան ջան, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին, եւ այդ հաղթող Աստվածը մեզ հետ է, ներ մեջ է, եւ ինքը կօգնի մեզ, եթե մենք իր հետևից քայլենք։ Շատ ճիշտ է։ Այդ պայքարը մեր ներքին էության մշտապես շարունակվող պայքար, այսպիսի մի համատություն բերենք,
օրինակ մի կուժի մեջ փաթաթված օձ կա նստած։ Եվ այդ կուժը մենք ներկայացնենք իբրև մեր մարմինը, եւ այդ օձն էլ մեր հին բնությունը։ Երբ որ կուժի վրա մի աղունիկ է նստած, որ Սուրբ Հոգու խորհուրդ ունի, այդ օձը մշտապես ուզում է իր գլուխը բարձրացնել։ Բայց այդ աղունիկը մշտապես կցահարում է։ Երբ որ կցահարում է, օձը նորից նստում է իր տեղը։ Բայց եթե այդ աղունիկը չկա, այդ աղավնին չկա, օձը պիտի դուրս գա եւ իր գործը պիտի կատարի։ Ուրեմն մեր հին բնության գործը, հին բնության դրսևորումները մենք միայն կարող ենք զսպել Սուրբ Հոգի զորությամբ։ Այո։ Եթե մենք ուզենք, եթե ցանկանանք, եթե ջանքի մեջ թուլասիրտ չգտնվենք, դա իրականություն կդառնա։ Այլապես մեր հին բնությունը, հին Ադամը մշտապես իր բնությամբ, իր բնավորության հորի գծերով պիտի ապրի եւ գործի։ Թարապես Սուրբ Հոգի Աստծո մասին, երբ որ մենք խոսում ենք, շատ-շատերը ուրիշ ձև են պատկերացնում եւ հասկանում։ Իրականության մեջ Տեր Հիսուս ասեց. ես կգնամ կուղարկեմ մխիթարիչը, Սուրբ Հոգին, որը կլինի ձեր հետ, որը կհանդիմանի մեղքի համար, կառաջնորդի, կշտկի։ Այսօր Սուրբ Հոգի Աստծո գալը երկրի վրա նա է, որ պատրաստի մեզ, պատրաստի այդ հարսը, որպեսզի այդ հարսը երկինք գնա։ Եվ եթե իհարկե Սուրբ Հոգին չի գործում մարդու կյանքի մեջ, այդ օծը հին էությունը պետքա բարձրանա։ Մի հատ կոպիտ օրինակ, բայց ասենք բարձ հասկանալու համար, այսօր շատ մեքենաներ կան։ Մեքենայի շարժիչ ինչի համար, ասենք լեռն իջնելու համար կարաս նուտուp առանց շարժիչի իջնես, այն ուղիղ տեղերը կարող ես մի կերպ յոլա գնալ, բայց երբ որ մի հատ բարձրում պետք է բարձրանաս, այդ շարժիչը պետք է։ Առանց այդ շարժիչի այդ մեքենան չի կարող այդ բարձունքը բարձրանալ։ Այդ ձև էլ հոգևոր կյանքի մեջ մինչև մարդը այդ Սուրբ Հոգի Աստծո հետ չհաղորդակցվի, այդ Աստվածը մարդի կյանքի մեջ չգա, նա չի կարող այդ օծին հաղթել։ Նա չի կարող հինեյության հաղթել։ Իսկ նա կգա այն դեպքում, երբ որ մարդը ձգտի, ջանա, որպեսզի Աստված օգնի նրան։ Այո, այո։ Տարբերությունը հենց դա է, ամենամեծագույն տարբերությունը Սուրբ Հոգու ներաբնակ լինելը։ Եվ հին ուխտի մեջ Աստված ուրիշ կերպ էր գործում։ Սուրբ Հոգին գալիս էր, մարգարեանում էին, գնում էր, բայց մենք մի գանձ ունենք այս հողե ամանների մեջ, այս վրանների մեջ բնակվող Սուրբ Հոգին, երբ որ մենք Տեր ու Փրկիչ խոստովանեցինք, Հիսուս իր հոգիով եկավ եւ մեր մեջ բնակվեց, մեզ կնքեց հավիտենական կյանքի համար։ Մենք Տիրոջը դարձանք, մենք դարձանք Աստծո որդիներ, հետեւաբար Աստված ասում է. վայել ձևով քայլեցեք, դուք ձեր կոչումը հաստատեցեք, որպես Աստծո որդիներ։ Եթե մեր վարվեցողությունը, մեր կյանքը աշխարհի մեջ պիտի լինի այնպես, ինչպես աշխարհիկ մարդիկ, երբեք մեր բարի գործերը չպիտի տեսնեն եւ երբեք մեր հորը չպիտի փառավորեն։ Իհարկե, ասենք այսօր մարդիկ կան, չէ, ասենք եկեղեցիների մեջ ցավոք սրտի ձգտում են մարգարե լինել, առաքյալ լինել, կամ բժշկության պարգև ունենալ, այսին զորություն ունենալ, բայց ցավոք սրտի չեն հասկանում, որ ամենակարևորը ոչ թե պարգև ունենալն է, ոչ թե զորություն ունենալն է պարծանքը, այլ պարծանքը այդ պարգև տվողի հետ լինելն է, այդ զորություն տվողի հետ ապրելն է։ Եվ ամենամեծ պաշտոնը, ամենամեծ փառքը, թե մարգարե լինես պետք է անցնի, թե առաքյալ լինես պետք է անցնի, բայց Աստծո որդի լինելը հավիտյան պետք է լինի։ Եվ Աստծո նպատակը որն է, որ երկնքում ունենա մի հատ մեծ ընտանիք, ինքը լինի իր այդ ընտանիքի հայրը եւ մենք լինենք իր որդիները։ Այսօր ցավոք սրտի հենց խապկանքը սատանայի դրան, որ մարդին անդադ դու մարգարեության հետևից ձգտի, դու սրա ես դեմ չեմ, իհարկե, թե մարգարեությունը, թե պաշտոնները, թե պարգևները, դա շատ լավ է եւ օգտակար է եւ պետք է եկեղեցու մեջ, բայց առաջնայինը ցավոք սրտի շատ քրիստոնյաներ ոչ թե այդ պարգև տվողին են ուզում ունենալ, այլ պարգևներին։ Եվ հենց ասում են մեծ խապկանքի։ Դրա համար մենք պետք է տվողին ունենանք։ Եթե ես այդ տվողին ունեմ, մեր ընկերներից մեկը մի անգամ մեր եղբայրներից մեկին ասում է, գիտես եղբայր, ես էլ չեմ ուզում երկինք գնամ, չեմ ուզում այստեղ գնամ։ Ես եղբայրը զարմանում ասում է, բա ի՞նչ ա եղեք ու այդ։ Ասում է, եղբայր ջան, ես ուզում եմ Հիսուսի հետ լինեմ։ Ուր ինքը գնա, ես իր հետ գնամ։ Ես իր հետ եմ ուզում լինեմ, ինձ պետք չի կամ երկինքը կամ դժոխքը կամ այստեղ, ինձ մի բան է պետք, որ այդ Քրիստոսի հետ լինեմ։ Արտակ եղբայր այս մեկ ժամ ուղակի մեկ շնչով անցավ եւ մենք մոտեցանք մեր հաղորդման վերջավորությանը։ Հիմա
մի քանի րոպե ունենք, որպեսզի քո սրտիդ խոսքը մեր սիրելի հեռուստադիտողներին տաս եւ նաեւ աղոթքով պիտի բաժանենք։ Այո, ես խնդրում եմ իմ սրտին իրոք ցավա, սիրելի հայրենակիցներ, քուրեր, եղբայրներ, հեռուստադիտողներ, մանավանդ այս օտարության մեջ բնակվում եք, այս տառապանքների մեջ, այս հոգևոր, հոգեկան ձեր ճգնաժամի մեջ, ես խնդրում եմ, հանք ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել են, ճանաչում են, վկայեք ձեր շրջապատի մեջ գտնվող քույրերին, եղբայրներին, հարևաններին, հայ ազգի բոլոր ժողովրդին, եւ իմ սրտի փափագն է, որ Աստված իմ ազգակիցների, աշխարհի որ վայրում էլ որ լինի, դարձի բերի, եւ այդ լույս Քրիստոսը, այդ կենթանի կյանքը գա իրանց կյանքի մեջ եւ իրանց ներքնաշխարհի ուրախությունը լինի Քրիստոսը, որպեսզի վերջի օրը ամեն մեկս այդ հավիտենական կյանքի հետ երկնքը միասին լինենք, ամեն։ Սա է իմ սրտի ուզածը։ Խնդրեմ աղոթքով բաժանենք։ Ամենակարող Տեր Հիսուս, որդի Աստծո հավիտենական թագավոր, Տերերի Տեր ու Աստվածների Աստված, շնորհակալ եմ այսօրվա համար, այս պատեհության համար։ Խնդրում եմ օրհնի այս հաղորդաշարը, օրհնի կազմակերպիչները, օրհնի բոլոր նրանց, ովքեր օգնում են, որպեսզի եղբայրներս այս աստվածահաճո գործը կատարեն Սփյուռքի մեջ եւ Հայաստանում նույնպես։ Տեր Աստված օրհնի, որպեսզի այս հաղորդումները, այս հանդիպումները բյուրավոր հոգիների փրկության պատճառ լինեն եւ բյուրավոր մարդիկ գան քեզ ու հանդիպեն քեզ որպես հավիտենական կյանք։ Ամեն բանի համար շնորհակալ ենք եւ խնդրում եմ մասնավորապես օրհնես այս քաղաքն էլ, Գլենդել քաղաքը, Լոս Անջելես Աստվածին եւ այստեղ գտնվող ժողովուրդը, թող անունդ փառավորվի, մեծարվես, պաշտվես, մեծ Աստվածը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ամեն։ Արտակ եղբայր ջան, Տերը թող մեծապես օրհնի։ Շնորհակալություն Տեր օրհնի ձեզ։ Բարի ճանապարհ, խաղաղությամբ ընտանիքիդ հասնես եւ թող Աստված էլ մեծապես օրհնի մեր սիրելի հեռուստադիտողներին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Ամեն։ Ո՞թե կարող ես լայի տարածել սերին վրուչից ու պատմել զայմենի անձի ո՞թե կարող ես լայի ո՞թե կարող ես լայի հասնիլ շատ-շատերու իմ վրճից սերեմ բաղնելու ո՞թե կարող ես լայի ո՞թե կարող ես լայի հրավիրել հրապուրել շատերը իմ վրճից վերել ո՞թե կարող ես լայի ո՞թե կարող ես լայի վազել գործել ու չհոգնի Քրիստոսի սերը տարածել ո՞թե կարող ես լայի ո՞թե կարող ես լայի այս մեծ գործի բաժին բերել բաժին մսուրբ ու մենայու ո՞թե կարող ես լայի ո՞թե կարող ես լայի ապրիլ ու չբեռնի տարածել սերին վրճի ո՞թե կարող ես լայի կարող կլամ այն ժամիան արժանանալ բարձր կոչման ուրախանալ կանչելսել
Ծարատեմ քո երսամբիկան Կարող գլամ այժամիայ Արժանանալ բարձր գոչման Ուրախանալ դանջելըցել Ծարատեմ քո երսամբիկան